Հեսա ձեռս կգա գլխիդ։ Էդ մի բանը քո համար շատ է։ Որ քեզ խելոք պահես կտանեմ, որ քեզ խելոք պահես, էս ինչ տեղը կգնանք։ Ինչ եք կարծում։ Այս արտահայտությունները, որ հարաբերություններին են ավելի բնորոշ։ Կարծում եմ ձեր մտքով կանցնեն երեխա ծնող հարաբերությունները։ Բայց արի ուտես, ես այսօր ցանկանում եմ խոսել հարաբերությունների այն տեսակի մասին, որտեղ նմանօրինակ արտահայտություններ անում է ամուսինը կնոջը։ Ինչու՞։ Առաջին հայացքից մտածում ենք, որ գուցե սա հոգատարության ինչ-որ դրսևորում լինի, հա, որ անձը ցանկանում է հոգ տանել, խնամել, որ քեզ խելոք պահի, քեզ այս ինչ տեղը կտանեմ, կամ քեզ այս մի բանը շատ, այս մի բանը քիչ, այս մի բանը արժի, այս մի բանը չարժի։ Կամ կարող է սա լինել մոդել, որը տեսել է անձը, օրինակ իր ծնողների հարաբերություններում կամ իր շրջապատում է տեսել նմանօրինակ արտահայտություններ անող մարդկանց մեծահասակների, եւ նա մտածում է, որ ձևը այսպես է, հա, կարելի է այսպես շփվել կնոջ հետ, իմ կնոջ հետ ես կարող եմ այսպես շփվել։ Տեսել է այդ վարքը, հա, որ հայրը իր կնոջը, իր մամային ասել է, օրինակ, ինչ-որ սխալ արտահայտություն է արել, ասել է, հեսա ձեռս կտամ գլխիդ։ Կամ գուցե սա վերահսկելու միտում է, որտեղ անձը ցանկանում է նմանօրինակ արտահայտություններով անհավասար ուժ կիրառել, կարծես դիմացինին ստիպելով չարտահայտվել, չդիմադրել, չհակառակվել, եւ սա կարծես հեշտ ճանապարհ է հնազանդեցնելու, իշխելու դիմացինին։ Կարող է լինել նաեւ, որ անձին մտքում կա հենց այդ անհավասար մոդելը, հա, որ ես վերևում եմ, դու ներքևում ես, ես մեկն եմ, ով իշխում է, ես մեկն եմ, ով հրամաններ է արձակում, ես մեկն եմ, ով որոշումներ է կայացնում, եւ նմանօրինակ արտահայտությունները հենց ընդգծում են իր ներքին այս համոզումը, որ ես որպես տղամարդ հենց այն անձն եմ, ով կորոշի, թե դու ինչ կանես, թե դու ուր կգնաս կամ ինչ չես անի։ Վստահեցնում եմ, եթե այսպես մտածենք, կարող ենք նորից այլ եւ այլ կետեր դուրս բերել, բայց եկեք հիմա խոսենք այսքանի մասին։ Սովորաբար մենք չենք կարող ցանկացած թեմայի շուրջ խոսելիս հաշվի չնստել այն մշակույթի հետ, որում մենք ապրում ենք, այդ մշակութային կոնտեքստը մենք պիտի պահենք։ Մենք գիտենք, որ մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ տղամարդը ունի այդ բարձր դիրքը եւ այդ տղամարդու բարձր դիրքը շատ ընդգծվում է հենց կանանց կողմից եւ հենց կանանց արտահայտություններում, օրինակ այս վերջում մի ծնող բողոքում էր, որ իր տղան ընդհանրապես սենյակը չի հավաքում, աղջիկն ու տղան սենյակը չեն հավաքում, բայց ինքը ոնց որ աղջիկա վրա ջղայնանում է, որ էս ինչ հա սենյակը հավաքի եւ այլն, բայց տղայի սենյակը շատ ցխելով հավաքում է տղայինը, ու այդպես աղջիկը բողոքում էր, մաման մենակ ինձ է ասում, դե թող ոնց որ եղբոր մասն է ասում, դե թող իրան էլ ասի, ինչի պիտի ես իմը հավաքեմ ինքը իրանը ոչ, ու այսպես ես նայում եմ մամային, մաման այսպես մի անգամից ասում է, ախր ինքը տղա է, անի ջան, ես հիմա ինչ ասեմ, այսինքն դեռ այն փոքրիկ տարիքից տարական հարցերում ընդգծվում է տղայա արտահայտությունը։ Հետո այդ տղան մի քիչ էլ է մեծանում, արդեն լսում է հետևյալ արտահայտությունները, դե տղամարդ է, հա, ինքը օրինակ կարա խոսի շատ բարձր, ագրեսիվ հայհոյանքներով եւ կողքից ասեն դե տղամարդ է, կամ կարող է դավաճանել, բորնկանալ, շնանալ եւ կողքից ասեն դե տղամարդ է։ Ես հիշում եմ մի այցելու, իմ այցելներից մեկին, ինքը իր մասին խոսելիս ասում էր տղամարդը, օրինակ ինքը շատ նեղվում էր, որ ինքը օրինակ գալիս է տուն եւ կինը չի թողում երեխային օրինակ ինչ որ միտեղ եւ շտապի իրեն դիմավորել, ճաշը տալ, չգիտեմ, հողաթափերը տալ, որ հագնի եւ այլն, ու ինքը այսպես բողոքում էր, ասում էր, անի ջան, տղամարդը տունը մտել, մի հատ տեղից չի շարժվում, անի ջան, տղամարդ առավոտը գործի է գնում, մի հատ նախաճաշել չի վերկենում տա։ Այո, անշուշտ ճիշտ է ասում, բայց շատ ծիծաղալու է, որովհետև երբ որ մենք խոսում ենք նմանատիպ վերաբերմունքից, հոգատարության դրսևորումներից, մենք կարող ենք ասել, որ
օրինակ ինձ համար այնքան կարևոր է, որ ես տուն եմ եկել, ամբողջ օրը գործի եմ եղել, մի հատ դեմքիս նայի, մի հատ արի, չգիտեմ, ձեռքիցս վերցրու վերարկուս, մյուսը կամ առավոտյան գործի եմ գնում, անգամ իմ համար հաճելի է, որ վեր կենաս մի հատ սուրճ խմենք իրար հետ, մի հատ նախաճաշանենք, չէ, անձը դա չի ասում, անձը ընդգծում է, որ տղամարդը տուն է մտել, տղամարդը առավոտյան գործի է գնում, այսինքն ես չէ, տղամարդը, իր մտքում այդ տղամարդը ինչ-որ սենց մեծ մեկն է, վեհ մեկն է, ինչ-որ սենց արժեք է, տղամարդը, և այս արտահայտությունները հենց մեր մտքում առաջացնում են այդ անհավասարազոր մոտեցումները, դիրքորոշումները, համոզումները, որոնց պատճառով մենք մեզ այս կամ այլ կերպ ենք պահում։ Եվ երբեմն մեր վարքի հիմքում ընկած են նմանօրինակ փոքրիկ մանրուքները, որոնց պետք է ուշադրություն դարձնել և մի պահ կանգ առնել։ Լավ, ինչու եմ ես իմ կնոջը, ով հասուն, խելացի անձ է, ասում, որ եթե դու քեզ խելոք պահես, մենք այս ինչ բանը կանենք։ Լավ, ինչու եմ ես իմ կնոջը ասում, որ հեսա ձեռս կգա գլխիդ, երբ որ իմ առաջ կանգնած է 30+ 2-3 երեխաների մայր, չգիտեմ, այսինչ կրթությամբ, այսինչ պաշտոնի, այսինչ դերի, այսինչ տղայի քույրը, այսինչ ծնողի աղջիկը, վերջապես իմ կինը, ինչու եմ ես իրեն այդպես ասում, և այս այցելուիս պարագայում ինչն էր հետաքրքիր, որ ինքը ոնց որ խոսել էր, որ դավաճանության մասին էր խոսել, որ մի հատ աղջիկ լիներ, մի հատ սիրուն աղջիկ լիներ եւ այլն, ու ոնց որ նույն կատակից փորձել էր կինը անել եւ միանգամից եկել էր այս արտահայտությունը, որ հեսա ձեռս կգա գլխիդ։ Այսինքն անգամ նմանօրինակ արտահայտությունները ինչ են ցույց տալիս, որ ես իրավունք ունեմ խոսելու նման բաների մասին, ինձ կարելի է, ինձ թույլատրելի է, որ ես օրինակ խոսեմ դավաճանության մասին, անգամ ինձ թույլ տամ դավաճանությունը, բայց այ քեզ դա չի թույլատրվում, բայց այ դու չես կարող նման կատակներ անել, հեսա ձեռս կգա գլխիդ, այսինքն մի պահ ընկերներ, կանգ առեք եւ մտածեք, ինչ է կատարվում ձեր մտքում։ Արդյոք դուք ձեր մտքում կարծում եք, որ դուք ձեր կնոջից բարձր եք։ Շատ պարզ է հարցս։ Հիմա շատերը գուցե սկսեն նորից ասել, որ դուք հանդում ես մեր հայ ընտանիքները, քո նմանները փչացնում են ռեսպուբլիկան եւ այլն, բայց ով ինչ ուզում է թող ասի, ով որ ուզում է հասկանալ իմ ասածը, խորքը գնա եւ վերլուծի իր հարաբերությունները, իր հետեւությունները կանի։ Անշուշտ մենք որպես կին եւ տղամարդ ֆունկցիոնալ առումով շատ տարբեր ենք։ Անկամ եթե մեր սեռական տարբերությունները դնենք մի կողմ, ցանկացած անձ դիմացինի հետ շատ տարբեր է։ Մեզանից ամեն մեկը ունի իր ուժեղ եւ թույլ կողմերը։ Բայց իրավունքի առումով մենք բոլորս հավասար ենք։ Կին թե տղամարդ։ Իրավունքի տեսանկյունից ընկերներ, մենք հավասար ենք։ Եվ եթե ձեզանից մեկը կարծում է, որ իրավունքի տեսանկյունից ինքը արտոնյալ է, սա շատ դեստրուկտիվ համոզում է, եւ սա ձեզ ոչ մի լավ տեղ չի տանելու։ Չենք կարող նաեւ հաշվի չնստել այն փաստի հետ, որ մենք մեծացել ենք մի հասարակությունում եւ մենք մշակութային այնպիսի ժառանգություն ենք կրում, որտեղ մենք տարիներ շարունակ տեսել ենք, որ հալածվում են այն ընտանիքները, որտեղ որ կին եւ տղամարդ համագործակցություն կա, որտեղ կինը կարող է կարծիք հայտնել եւ տղամարդը ինչու ոչ կարող է ականջ տալ այդ կարծիքին, լսել, ընդունել, սովորաբար նման ընտանիքների հետևից շատ լուրջ արտահայտություններ են հնչում, որ գնաց մտավ կնոջ հետևը, գնաց մտավ կնոջ կոշիկի տակ, կրունկի տակ, չգիտեմ, նա կնոջ հախից չի կարողանում գա, այս տան տղամարդը կինն է, դու տղամարդ չես, եւ այլն, եւ այլն, եւ այլն, եւ այս արտահայտությունները կարծես խոչընդոտում է, որ ընտանիքներում զույգերը բաց լինեն համագործակցությանը, հա, որ եթե հնչում է մի կարծիք, որը ի բարօրություն մեր ընտանիքի է,
Հեչ պայման չի ում բերանից է հնչում այդ կարծիքը։ Մենք պետք է գանք թիմային աշխատանքի։ Ես միշտ իմ այցելուներին ասում եմ, մենք չենք խաղում շախմատ ընտանիքում, որ տեսնենք մեզանից ով է հաղթելու։ Մենք խաղում ենք թիմային խաղեր։ Թիմային ինչ խաղ հիմա մեր միտքը գա, չգիտեմ, ֆուտբոլը կարա լինի, մյուսը, սա թիմային աշխատանք է։ Եվ մենք հանդես ենք գալիս թիմով։ Իսկ թիմի մեջ ձուլվում է այդ անձը, հա, երբեմն թիմի մեջ գուցե ինչ-որ մեկը հստակ ինչ-որ բաներ անի, բայց միևնույն է դա ներկայացում է որպես թիմի հաղթանակ։ Արդյոք դուք պատրաստ եք այդ ձեր ընտանիքի մենքի մեջ ձուլվելու, այդ ձեր ընտանիքի մենքի մեջ կորցնելու ձեր եսը։ Հա, մեր կենտրոնի անունը հենց դա է՝ ես եւ մենք։ Արդյոք դուք պատրաստ եք այդ եսից անցում կատարել մենքին, թույլ տալու, որ ձեր կողակիցը բարձրանա։ Էլ չեմ խոսում, որ նմանօրինակ մոտեցումը նույնիսկ խոչընդոտում է ծնողավարման մեջ, երեխա-ծնող հարաբերությունների մեջ։ Հաճախ ծնողը փորձում է այսպես նորից իշխանությամբ երեխային ինչ-որ հրահանգներ տալ եւ այլն, եւ նորից հանդիպում է դիմադրության։ Ընկերներս ամենից ոչ մի լավ տեղ չի տանում։ Մենք պետք է իմանանք, որ մենք իրավունքի առումով հավասար ենք եւ հաջող են այն ընտանիքները, երջանիկ են այն զույգերը, ովքեր պատրաստ են ընդունել, որ իրենց կողակիցը խելացի է, բանիմաց է, մեկն է, ումից ես վերցնելու բան ունեմ, մեկն է, ով կարող է մեր ընտանիքին շատ լավ տեղ տանել, եւ սա ստեղծում է իրոք շատ պարարտ մթնոլորտ, որ մենք լսենք դիմացինի կարծիքը, տեսանկյունը, համագործակցենք եւ հեչ չկենտրոնանանք, թե ումն էր վերջին խոսքը։ Վերջին խոսքը իրականում պիտի մոռացվի, թե ումն էր։ Պետք է մենք կենտրոնանանք, թե ինչ պետք է անենք, որ մեր ընտանիքը երջանիկ լինի, որ մեր ընտանիքի ներսում ամեն մեկը իր բազային պահանջմունքները կարողանա բավարարել եւ իրեն ընդունված, սիրված եւ գնահատված զգալ։ Այսքանը, կապ հաստատեք մեզ հետ, ովքեր այս հարցի շուրջ ունեն դժվարություններ, մենք թերապևտիկ դաշտում շատ հետաքրքիր ճանապարհ ենք անցնում եւ լուրջ հաջողություններ ենք գրանցում։ Ափսոս մեր մասնագիտությունը այնպեսին է, որ մենք չենք կարող հրապարակել այդ մեծ բանակը այցելուների, դա գաղտնի է, մարդիկ չեն ցանկանում, որ ինչ-որ մեկը դա իմանա, բայց վստահեցնում եմ, որ մենք շատ հաջողություններ ենք ունենում։ Եթե ունեք ձեր ընտանիքում դժվարություններ, մի մնացեք այդ ամենի մեջ, կապ հաստատեք մեզ հետ եւ ես վստահեցնում եմ, որ մենք փուլ առ փուլ վերլուծելով, մասնավոր ձեր դեպքը, ձեր ընտանեկան հարաբերությունները, ձեր ժառանգությունը հաշվի առնելով կանցնենք այդ ճանապարհը եւ կունենանք մեծ հաջողություններ։ Ցտեսություն։